Պարոն Հոսեյնի, Թրամփը վերջնաժամկետ է տվել Իրանին, այն է երեքշաբթի օրը, եթե Իրանը Թեհրանը չբացի Հորմուզի նեղուցը, ապա վիճակը ավելի կվատանա, խոսում են ու սպառնում է Թրամփը, մասնավորապես Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների խոցման մասին, թիրախավորման եւ խոցման։ Ըստ ձեզ ինչ է սա նշանակում, ստացվում է այնպես, որ Իրանը փակել է Ամերիկայի կարևոր զարկերակներից մեկը Հորմուզի նեղուցը, եւ եթե այնուամենայնիվ մինչեւ երեքշաբթի, այսինքն վաղը չբացվի նեղուցը, ինչպիսի զարգացումներ կլինեն։ Նախ Միացյալ Նահանգները մի ամիս ավել է ռազմական գործողություններ անում Իրանի դեմ եւ այդ ռազմական գործողությունների գլխավոր նպատակներին, որ առաջին օրը հայտարարել էր իշխանափոխություն եւ ընդհանուր հազմանը չի հասել եւ նաեւ նողոցի Հորմուզի նեղուցը փակվել այդ ընթացքում երեք մինչև երեքշաբթի գիշերը ինքը ժամանակ է տվել, եթե չէ Իրանի ենթակառույցներին կվնասի, կհարվածի, դա նշանակում է, որ ռազմական դաշտում այդքան հաջողություններ չի գրանցվել եւ դա ենթակառույցների խոսմանը միայն կարող է ուզում է Իրանին վնաս տալ եւ դա ոչ մի Հորմուզի նեղուցը չի փակելու, դա ավելի շատ ահաբեկում է Իրանին, եթե իրագործի իր սպառնալիքները, ապա ոչ միայն Հորմուզի նեղուցը չի բացվելու, այլ Բաբ ալ-Մանդաբի նեղուցը, որը հութիներ են վերահսկում, իրենք էլ Բաբ ալ-Մանդաբը կփակեն, այլևս մի այլ ավել խնդիր կունենա, այսինքն ինչքան մենք գնում ենք, այդ պատերազմը գնում է, Միացյալ Նահանգները ավելի խրվում է այդ պատերազմի մեջ եւ դուրս գալու ոչ մի լուրջ բնար չունի, միայն ահաբեկելով չի կարա ինքը այդ մի ամիսվա ընթացքում տեսել է, որ ահաբեկելով չի կարա Իրանին զենքի բերի եւ Իրանին չի կարա հանձնվի այդ իր ահաբեկման դիմաց եւ եթե նման քայլեր անի ոչ միայն Հորմուզի նեղուցը չի բազելու Բաբ ալ-Մանդաբի նեղուցել փակվելու է նաեւ Իրանը նույնպես հարվածելու է ամբողջ տարածաշրջանի որ երկիրներին, որ մասնակից են այդ պատերազմում, բոլոր իրենց ենթակառույցները, նաև Իսրայելին է, եւ դա կբերի ավելի խոր ճգնաժամ, էներգետիկ ճգնաժամ ամբողջ աշխարհում նավթի գինը կբարձրանա եւ շատ թանկ գին է վճարելու այդ գործողությունների հանդեպ, նաև դա ռազմական հանձնագործություն է, եթե խաղաղ բնակչությունների ենթակառույցները թիրախավորելու ժամանակ դա գնահատվում է միջազգային օրենքներով, նաև Միացյալ Նահանգների օրենքներով ռազմական հանձնագործություն եւ պետք է դատարանների միջազգային դատարանների արչեւ ինքը պատասխան տա Պարոն Հոսեյնի, մենք ականատես եղանք նրան, որ չնայած Թրամփի ճնշումներին եւ սպառնալիքներին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների նկատմամբ այն է մասնակցեն Հորմուզի նեղուցի բացմանը, ՆԱՏՕ-ի անդամ պետությունները ամենաբարձր մակարդակով մերժեցին Թրամփի այս ձգտումները եւ միևնույն ժամանակ ասացին, որ իրենք մասնակից չեն դառնա մի գործողության, որը իրենց պետությունները կներքաշի պատերազմի մեջ։ Ու մենք ականատես եղանք նաեւ նրան, որ Թրամփը իր ոճին բնորոշ մեկ հերքում հաստատում է տեղեկությունները, ինչպես նաեւ այս վերջերս մի կարևոր այսօր հայտնի դարձավ, որ ամերիկյան F-15 կործանիչը, որը կործանվել էր Իրանի տարածքում, իրենց օդաչուները ըստ ամերիկյան կողմի ողջ են, երկրորդի որոնողական աշխատանքները ավարտվել են։ Ստացվում է այնպես, որ ըստ ամերիկյան կողմի ամերիկացիները կարողացել են ներխուժել ու ճեղքել Իրանի պաշտպանությունը եւ առաջանալ դեպի երկրի խորքերը ու այնտեղից հանել իրենց օդաչուներին։ Ինչ կարող եք ասել այս մասով, արդյոք նման բան հնարավոր է, եթե հնարավոր է, այսինքն Իրանի պաշտպանությունը թույլ է, որ ամերիկյան ուժերը կարողացել են ներթափանցել։ Տեսեք F-15-ի կործանումը հենց նշանակում էր, որ Իրանի հոբը ինչպես
մի ամիս ավել է Միացյալ Նահանգների նախագահը ասում է, որ իրեն հոբ չունեն, իրեն օթային ուժեր չունեն, իրեն ռազմական ուժերը բոլոր ոչնչացած, սա նաև սուտ դուրս եկավ այդ գործողությունների հետո օթաչուների այդպեսի փրկություն օպերացիա է, որ իրեն արեցին, տեղի ունեցավ մի վայրում, որը անվտանգ չէր իրանց համար, վկայում է խոսվելու կադրերը եւ իրենց էլ հաստատել են, որ մի քանի ինքնաթիռ եւ վերտալոտ են այնտեղ խոսվել եւ դա նշանակում է այդքան էլ հեշտ չի եղել Իրանը թագարդ է դերել այնտեղ, որ իրեն մուտք գործեն Իրանում եւ Իրանի դարաշքում բոլորը ոչնչացան։ Նաեւ շատ հետաքրքիր փաստ կա, այդ դարաշքը, որ իրենց օթաչուները գտնվում էր, շատ հեռու էր այդ երկու բեռնադար ինքնաթիռներ եւ վերտալոտներ, որ այնտեղ խոսվել են, խոսքի գնում է Շահրեկորդ դարաշքի մասին եւ Իսվահան քաղաքի հարավային Իսվահանը, որը մի լեկված ինչ որ դարաշք էր, որ իրեն կարողանային իջնել, այդ դարաշրջանի դիստանսիա շատ մեծ է, դա վկայում է, որ այդ որտեղ Իսվահանում ինքնաթիռները խոսվել են, դա այլ օպերացիայի մասին եւ կապ չուներ այդ օթաչուների փրկություն օպերացիայի հետ, դա Իրանի կողմը եւ բոլոր փորձագետները խոսում են, որ դա այլ օպերացիա է, որ ուզում են հարուսացված ուրանը 62%-անոց հանեն, այդ օպերացիայի զահողում է գնացել, այսինքն օթաչուների փրկությունի ընթացքում իրեն փորձել են այլ օպերացիա անեն այլ դարաշքում եւ երկու օպերացիաները զահողում է գնացել եւ 12 մոտ 12 ինքնաթիռով վերտալոտ է Իրանի կողմից խոսվել է։